Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել մի ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Վարշավայում լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Թրամփի ուղու վերաբերյալ հարցին նշել է Հայաստանի արտգործնախարարը։ Միրզոյանը խոսելով օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի իրագործման ժամկետներից նշել է, արդեն սկսել են քննարկումներ ամերիկյան գործընկերների հետ։ Ավարտից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների բացումը առաջիկայում անպայման տեղի կունենա։ Հանքարդյունաբերության ֆորումին Փաշինյանն է հայտարարել, հավելել, այն նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում։ Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ վերջիններից տալիս է կառուցապատման իրավունք։ Հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է, քանի որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ, ընդ որում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ուղղությունների բարձր որակի մասնագետներ։ Վարչապետն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը կրթության տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում, գործունեության բազմաթիվ այլ ձևեր զարգանում։ Ըստ Փաշինյանի, կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Փաշինյանը Կոպենհագենի 7-րդ գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Երևան 2026-ի մայիսի 4-ին։